Աչքովս ընկավ Էդգար Ղազարյանի Facebook-յան էջը, որտեղ ինքը ասում է, որ հունիսի 9-ին հերթական իր դատականիցն է լինելու, ասում է, այս մարդու մոտ չպրծավ է դատականիցներ, ինչքան է ձգվում էս ամենը, ու տենց շատ մարդիկ կան, Ժորժան, շատ ընդդիմադիրներ կան, որ հիմա ձերբակալումների տնային կալանքի մեջ են։ Երեկ էլ Սամվել Կարապետյանն ասում է, մենակ իրանց թմից 700 հոգի ձերբակալված կան։ Ինչքան մարդիկ ճնշումների տակ են գտնվում։ Մենք այդ ամեն ինչը ոչ տեսնում ենք, ոչ լսում ենք, մեր համար մենակ պահանջենք իրանցից։ Նույնն էլ Սամվել Կարապետյանն իր համար հանգիստ ապրում էր։ Եկավ ազգի կողքը կանգնավ, եկեղեցու կողքը կանգնավ ու ինչ ԱԾ-ի պատվալներ, առողջական խնդիրներ, հեծը մարդու ձեռից վերցրեցին, տարբեր բիզնեսներ վերցրեցին, բայց այդ մարդը իր ազգի կողքն է, իր եկեղեցու կողքն է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր ընդդիմադիրներին, խոնարհվում եմ իրանց բոլորի առջև։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Կարապետյան, ձեր ընտանիքից, ձեր կնոջը, ձեր երեխեքին, որ ձեր կողքը եղան ու չասեցին դե, պապ դե, մեզ շատ պետք է մտնենք այս քաղաքականություն, հիմա դե Նիկոլը Թուրքիայից Տեր հայր կբերի վեհապար կնշանակի կամ Սյունիքը կտա թուրքերին, մեզ այդ հետաքրքրում է, մենք մեր բիզնեսն ունենք, մենք մեր համար լավ ապրում ենք, պետք չի սրա մեջ մտնենք, բայց չէ, այդ մարդիկ ձեր կողքը կանգնան, ձեզ թեև ու թիկունք եղան ու ձեր հետ պայքարեցին, իրանց էլ անչափ շնորհակալություն ու բոլոր ընդդիմադիրներին, ուժեղ Հայաստան դաշինք ավտոբուսին, որ սենց գյուղից գյուղ էր գնում, մարդկանց բացատրում էր, այդ բոլորը մեծ աշխատանք է, ես այդ բոլորը գնահատում եմ։ Ու հիմա էլ մարդիկ, որ ասում են, ինչու փողոց դուրս չեք գալիս, ինչու բան չեք ասում, այս ընտրակեղծիքների հետ կապված, ախր ձեր ցավը տանեմ, ինչ հեղափոխություն, ինչ բան, այս ժողովուրդը, որ գնաց ազգային դավաճանին, այդքան ձայն տվեց, գերադասեց Թուրքի հետ ավելի ջերմանա, ռուսի հետ թշնամանա, այդ ժողովրդին էլ ինչ ասես։ Այսօր մի լավ բան կարդացի, ասում է ժողովուրդը ոնց որ երեխա լինի, իրան պետք է սենց խաղող, պալով, սենց վատ բանի մասին չխոսած, սրտիկներ, ժպիտներ, խաղաղություն, բայց որ դու ասում ես, որ վտանգներ կա, թուր պետք է կա, բոբո, բան, գայլ, բան, իրանք վախենում են, բայց չէ, դրա մասին չլսենք, միայն սրտիկներ լավի մասին խոսանք։ Ու պատմության բան մեջ սենց բան չի եղել, որ ազգը երրորդ անգամ գնա ու ընտրի ազգի դավաճանին, որը երկիրը քանդում է։ Ես չեմ ամ 5 տարից հետո երկիր կլինի, երկիր չի լինի։ Բայց քանի որ կան ազգայիններ, ես խոնարհվում եմ իրանց առաջ, իրանք կփրկեն այս երկիրը։ Լավ եղեք։